տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության փոխնախագահ և խորհրդի անդամ Նանե Կարապետյանին։ Նրա հետ խոսելու ենք տնտեսությունից, աղքատությունից։ Բարև ձեզ, Նանե։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, նախ հասկանալու համար, թե տնտեսության մեջ աղքատության մակարդակը ինչ կարևոր հասկացություն է, պետք է հասկանանք, որ ամենակարևոր մարտահրավերներից մեկն է տնտեսության համար հենց աղքատության մակարդակը եւ դրանով է չափվում նաեւ այն հանգամանքը, որ ոչ միայն երկրների կառավարություններն են փորձում քայլեր ձեռնարկել, որպեսզի տվյալ երկրներում աղքատության մակարդակը նվազի, այլ նաեւ համաշխարհային մի շարք կառույցներ իրենց ուրույն ջանքերով փորձում են ներազդել այդ մակարդակի իջեցման վրա։ Օրինակ, հենց մեկը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից առաջինը հենց բնակչության աղքատության վերացումն է, որի թիրախում է, որ մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատ բնակչության թիվը կրճատվի, հասնի 0-ի եւ նույն ձև նաեւ խոցելի խմբերի դիմակայության մակարդակը ավելի բարձրացվի։ Աղքատությունը չափվում է տարբեր մակարդակներով։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը չափվում է Համաշխարհային բանկի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության 2019 թվականի մեթոդաբանությունից բխող աղքատության ցուցանիշը ըստ սպառման ագրեգատման ցուցանիշի եւ ըստ այդ ցուցանիշի 2023 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 23.7%, իսկ ծայրահեղ աղքատ բնակչության թվաքանակը կազմել է 1.1%։ Սակայն եթե մենք ընդհանուր թվաքանակը նայենք ընդհանուր ժողովրդի համապատկերում, կտեսնենք, որ աղքատության մակարդակի վերին գծի մոտ գտնվող բնակչության թվաքանակը աճել է 41.3%-ից հասնելով 42.6%-ի։ Սա շատ բացասական ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ եթե մենք ավելի խորքային ենք նայում թվերը, ապա հասկանում ենք, որ աղքատության վերին գծի մոտ գտնվող բարձր եկամուտ ունեցող բնակչության կեսի եկամուտները համապատասխանում են աղքատության վերին աստիճանի գծի մոտ գտնվելուն, այսինքն եթե տնտեսական որոշակի ոչ բարենպաստ պայմաններ ստեղծվեն, լինի տնտեսական ճգնաժամ կամ այլ տնտեսական խեղումներ լինեն տնտեսությունում, ապա այդ մարդիկ ուղղակիորեն կհայտնվեն աղքատության գծից ներքև, այսինքն կդառնան աղքատ։ Եթե մենք դիտարկենք մի փոքր այլ համատեքստում, Համաձայն Համաշխարհային բանկի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների համար հաշվարկվող աղքատության միջազգային գծի, որը որ 2025 թվականի տվյալով կազմում է, որ մեկ շնչի հաշվով կարողանան սպառել 6.85 ամերիկյան դոլարից նվազ սպառում, այդ դեպքում արդեն կտեսնենք, որ 2022 թվականի տվյալներով աղքատ է համարվել Հայաստանի Հանրապետության բնակչության 51.3%-ը։ Սա շատ բացասական ցուցանիշ է, այսինքն մենք պարզապես ունենում ենք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից նույնիսկ մի փոքր ավելին համարվում է աղքատ։ Եթե սա ընդհանուր համաշխարհային ցուցանիշով նայենք, ապա կտեսնենք, որ համաշխարհային ցուցանիշը միջինացված կազմել է 22%, այսինքն համաշխարհային միջին ցուցանիշը մենք գերազանցում ենք 2 անգամից ավել նույնիսկ։ Աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ գյուղերում եւ գյուղերի եւ քաղաքի գյուղական համայնքի եւ քաղաքային համայնքի միջև խզվածքը թեև ժամանակ առ ժամանակ նվազում է եւ ավելանում է, սակայն որպես այդպիսի խզվածությունը մեծ է, խզվածության չափը մեծ է։ Եթե գյուղերում 27% է աղքատության մակարդակը, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2%, այստեղ ճիշտ է մենք ունենք որոշակի նվազում, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակի խզվածությունը 0.8%-ից աճել է հասնելով 1.5%-ի։ Սա նույնպես շատ բացասական թվերի մասին է խոսում։
Եվ եթե մենք ընդհանուր համապատկերը տեսնենք, այս խզվածությունը բացասական է ազդում ոչ միայն տնային տնտեսությունների վրա, տնային տնտեսություններում, որտեղ որ չկան երեխաներ, այլ նաև շատ մեծ բացասական ազդեցություն է թողում այն տնային տնտեսություններում, որտեղ որ կան երեխաներ։ Եվ ցավով պետք է նշեմ, որ երեխաների թվի ավելացումը ավելի է վատթարացնում իրավիճակը եւ ունենք մի իրավիճակ, որ 3 եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններում, այսինքն ընտանիքներում, աղքատության մակարդակը կրկնակի ավել է, քան երեխա չունեցող տնային տնտեսություններում, այսինքն եթե երեխա ունեցող տնային տնտեսություններում 3 եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 43.2% է, ապա ոչ երեխա ունեցող տնային տնտեսություններում 19.7% է։ Սա խոսում է այն մասին, որ պետական քաղաքականությունը ձեռնամուխ չի լինում, որպեսզի ավելանա ծնելիության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում, իսկ ծնելիության մակարդակը շատ կարևոր ցուցանիշ է հենց դեմոգրաֆիկական տեսանկյունից, ինչպես որ մենք գիտենք 2020 թվականից սկսած 2020 թվականին մեծ դեմոգրաֆիկական աղետի առաջ մենք կանգնեցինք, քանի որ 44-օրյա պատերազմում հիմնականում ցավով պետք է նշեմ, իհարկե այն հայորդիները, որոնք որ զոհվեցին, նրանք հիմնականում պտղաբերության տարիքում գտնվող արական սեռի ներկայացուցիչներ էին, այսինքն այդ անհատները, այդ մեր զինվորները պետք է 10 տարվա կտրվածքով ունենային երեխաներ, ինչը որ կնպաստեր դեմոգրաֆիկական որոշակի պատկերի, եթե 3 եւ 3-ից ավելի երեխա ունենային որոշակի դեմոգրաֆիկական պատկերի բարելավման, սակայն մենք ունեցանք մի իրավիճակ, որ այդ անհատները զոհվեցին հանուն հայրենիքի եւ այժմ մենք հետագա տարիների կտրվածքով արդեն կունենանք դեմոգրաֆիկական շատ բարդ ցուցանիշ, բացասական ցուցանիշ, մասնավորապես տարիներ շարունակ հայ հասարակությունը համարվել է ծերացող հասարակություն, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ որ երեխաների ծնելիության մակարդակը ավելի ցածր է, քան մահվան ցուցանիշը, այսինքն նորմայում ընտանիքը պետք է ունենա 3 երեխա, որպեսզի դեմոգրաֆիկական աճ ունենանք, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում ցավոք սրտի ունենում են դեռևս 1 երեխա։ Սակայն վերադառնալով աղքատությանը եւ աղքատության մակարդակին կցանկանայի եւս մեկ կարևոր ցուցանիշի մասին խոսել։ Հայաստանի Հանրապետությունում աղքատ համարվող 15-ից 75 տարեկան քաղաքացիների 56.8%-ը զբաղված են, այսինքն մարդը, ով ունի աշխատանք, ով զբաղվում է աշխատանքով, չի կարողանում աղքատության շեմը հաղթահարել եւ համարվում է աղքատ։ Այս ցուցանիշը աճել է ցավոք սրտի, եթե 2020-ականներին մոտավորապես 56.8% էր այդ տոկոսային կետը, ապա արդեն 2023 թվականին այդ տոկոսային կետը աճել է հասնելով 58.3%-ի։ Եվ այս 58.3%-ը, որի մասին որ ես խոսում եմ, հիմնականում քաղաքային բնակչության մասին է, վիճակը ավելի է ծանրանում եւ բարդանում գյուղական համայնքներում 15-ից 75 տարեկան աղքատ համարվող անձանց 66.3%-ը աշխատում է, սակայն ի տարբերություն քաղաքային բնակչության, գյուղական համայնքի բնակչությունը հիմնականում աշխատում է, ինքնաշխատանքով է զբաղվում, այսինքն գյուղական համայնքներում առկա օրինակ ցանկատարածությունների մշակմամբ է զբաղվում կամ անասնաբուծությամբ է զբաղվում եւ այլ քաղաքականությամբ, այլ գործունեությամբ, որը որ հենց բխում է գյուղական համայնքի համայնապատկերից։ Ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետությունում աշխատաշուկայի զարգացումը, երիտասարդները արդյոք ներգրավված են եւ երիտասարդները արդյոք կարողանում են հասցնել եւ սովորել եւ աշխատել եւ իրենց բողոքակրթությունը նորմալ սահմաններում ապահովել։
Շատ լավ, տեսեք, աշխատաշուկան ուսումնասիրելու համար տարբեր ցուցանիշներ կան, որ մենք կարող ենք ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ իրավիճակ է այժմ տիրում Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում։ Հայաստանի Հանրապետությունում բավականին խոցելի է կանանց եւ տղամարդկանց հավասարությունը հենց աշխատաշուկայի պարագայում եւ չնայած այն հանգամանքին, որ պետական կառավարման ապարատի բարձր օղակներում ներկայիս վարչախումբը ավելացրել է իգական սեռի ներկայացուցիչների ներգրավումը, մասնավորապես խոսքը նախարարությունների մասին է եւ նախարարների մասին է, սակայն ընդհանուր մասնավոր ոլորտում մենք ունենք այլ պատկեր եւ այն հավասարությունը, որ ակնկալվում է միջազգային տարբեր կառույցների կողմից տեսնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում փոքր-ինչ չի համապատասխանում իրականությանը եւ նույնիսկ երբ որ իշխանությունը խոսում է աշխատավարձների բարձրացման մասին, կանանց եւ տղամարդկանց պարագայում աշխատավարձների բարձրացումը հավասարապես չի իրականանում։ Օրինակ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանանց աշխատավարձը աճել է 12%-ով, իսկ տղամարդկանց աշխատավարձը աճել է 17%-ով։ Եվ եթե մենք ընդհանուր աշխատաշուկան վերլուծենք եւ տեսնենք, թե ինչքան աշխատավարձ են ստանում տղամարդիկ եւ ինչքան աշխատավարձ են ստանում կանայք, կտեսնենք, որ պատկերը բավականին տարբեր է, մասնավորապես եթե տոկոսային համապատկերով նայենք, կհասկանանք, որ ֆինանսական ոլորտում տղամարդկանց աշխատավարձը 60%-ով ավելի է, քան կանանց աշխատավարձը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտում տղամարդիկ 40.7%-ով ավել են աշխատավարձ ստանում, քան կանայք, հանքարդյունաբերության ոլորտում տղամարդիկ 30%-ով ավելի աշխատավարձ են ստանում, քան կանայք, եւ հիմնականում սա պայմանավորված է տվյալ բնագավառներում եւ առհասարակ ընդհանուր զբաղվածության մակարդակով տղամարդկանց ներգրավվածության առավել բարձր օղակներում, քան կանանց, եւ այստեղ եթե մենք դիտարկենք նաև տարիքային խմբերի տարբերությունը, թե ինչ տարիքային խմբերի մարդիկ են հիմնականում ներգրավված աշխատաշուկայում, կտեսնենք, որ տարեստարի ցուցանիշը էլ ավելի է խեղվում նորմալ լինելուց, 20-ից 24 տարեկանների զբաղվածության մակարդակը 21.1%-ով նվազել է 2024 թվականին, 25-ից 29 տարեկան մարդկանց ներգրավվածությունը նվազել է 16%-ով, եւ սա խոսում է այն մասին, որ երիտասարդ տարիքի մարդիկ, ովքեր որ նոր են սկսել իրենց աշխատանքային գործունեությունը, հասել են աշխատունակ տարիքի, այսինքն համալսարանը ավարտել են եւ արդեն իրենց գիտելիքներով պետք է ծառայեն մեր երկրին, պետք է համապատասխան ոլորտներում աշխատեն, ուղղակիորեն բախվում են մի իրավիճակի, որ կամ գործատուները իրենց չեն վերցնում աշխատանքի, կամ էլ միգուցե եւ լինում է պատկեր, երբ որ ուսանողները իրենք այն ուսանողները, ովքեր որ արդեն ավարտել են եւ պետք է մտնեն աշխատաշուկա, լծված չեն աշխատանք գտնելու ճանապարհին, սակայն սրա փոխարեն մեկ ավելի վատ ցուցանիշ կա, որի մասին որ կցանկանամ խոսել, փոխարենը վերջին տարիներին ավելացել է առավել բարձր տարիքի անձանց ներգրավվածությունը, խոսքը թոշակառու անձանց մասին է, 60-ից 64 տարեկանների ներգրավվածությունը վերջին տարիներին ավելացել է 43%-ով, 65-ից 69 տարեկան անձանց թվաքանակը աշխատաշուկայում ավելացել է 56.3%-ով, իսկ 70-ից 75 տարեկաններին ավելացել է 6.5%-ով։ Սա խոսում է այն մասին, որ թոշակի հասած մեր համաքաղաքացիները չունեն բավական չափով ֆինանսական օժանդակություն, որը որ իրենց կբավարարի եւ իրենք ուղղակիորեն չեն աշխատի։ Սա խոսում է իհարկե պետական քաղաքականության բաց թողումների մասին եւ նույնիսկ այն իրավիճակը, որ կառավարությունը ստեղծել է թե քեշբեքներով եւ ամեն ինչով կարող է թոշակառուն հասնել այն ապահովվածության մակարդակին, որ իրեն աշխատանք պետք չլինի, չի համապատասխանում իրականությանը եւ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է, որ թեև նախատեսվում է
թոշակների համար նախատեսվող գումարի բարձրացում, սակայն սա հենց չի խոսում հենց թոշակառուներին տրամադրվող գումարների մասին, այլ խոսում է ընդհանուր այդ ուղղվածությանը տրամադրվող գումարների աճի մասին։ Եվ բացի այդ 2026 թվականից մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ անկանխիկ գործարքները հենց թոշակառուների շրջանում միայն անկանխիկ եղանակով նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել, որպեսզի նախ իրենց այդ քեշբեքը գա եւ մյուս կողմից էլ թոշակառուն, ով որ չի կարող անկանխիկ եղանակով գնումներ կատարել, օրինակ, չգիտեմ, ունի շարժունակության հետ կապված խնդիրներ, ունի տանից դուրս գալու հետ կապված խնդիրներ, նա ուղղակիորեն կբախվի հավելյալ դժվարությունների եւ 2026 թվականից արձեռն թոշակ նրան ոչ մեկ չի տա, որը որ եւս մեկ հավելյալ դժվարություն է առաջացնում հենց թոշակառուների շրջանում։ Եվ վերջին բանը, ինչի մասին կցանկանայի խոսել աշխատաշուկայի մասին խոսելիս, դա հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավումն է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավումը տարբեր աշխատանքների մեջ, իհարկե ցանկացած հասարակության առաջնահերթություններից պետք է լինի, եւ տարբեր երկրներում տարբեր հիմնադրամներ կան, տարբեր պետական կառույցներ կան, որոնք որ նպաստում են հենց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության բարձրացմանը եւ շատ բարձր են գնահատում այդ մարդկանց ներգրավվածությունը, օրինակ հենց Կանադայում առաջատար են հենց Կանադան եւ Նիդերլանդները եւ այնտեղ կան հատուկ ծառայություններ, որոնք որ բարձր մակարդակով ապահովում են այդ մարդկանց ներգրավվածությունը եւ տարբեր կերպ աջակցում են այդ մարդկանց, օրինակ հենց մեկը Կանադայում կա Canada Disability Benefit ծառայությունը, որը որ տարեկան $200,000 չափով աջակցություն է ցուցաբերում հաշմանդամներին 18-ից 64 տարեկան շրջանակում գտնվող հաշմանդամներին եւ շատ մեծ կարեւորություն ունի նման ծառայությունների ներդրումը նաեւ Հայաստանում, որը որ ցավոք սրտի Հայաստանում այժմ բացակայում է եւ եթե մենք նայենք տարիների համապատկերում կտեսնենք, որ ցավոք սրտի չունի հստակ դինամիկ աճ այդ մարդկանց ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում եւ եթե մենք նայենք վերջին տարիների ցուցանիշը, պետք է հասկանանք նախ, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմով պայմանավորված եւ հետագա ռազմական գործողություններով նույնպես պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց թվի տեսակարար կշռի ավելացում մենք ունենք, սակայն աշխատաշուկայում այդ ամեն ինչը ոչ պատշաճ կերպով է արտացոլվում, օրինակ 2020 թվականին ներգրաված էին 45.7% հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում, իսկ 2021 թվականին ճիշտ է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների թիվը աճեց, սակայն այդ մարդկանց ներգրավվածությունը նվազել է հասնելով 40.7%-ի։ 2022 թվականին մի փոքր ավելացել է այդ մարդկանց ներգրավվածությունը կազմելով 46.1%, սակայն 2023 թվականին այդ թիվը կրկին նվազել է հասնելով 38.3%-ի։ Այսպիսով Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր որ օրինակ հենց մեկը ռազմական գործողությունների արդյունքում դարձել են հաշմանդամ, չունեն բավարար չափով ներգրավվածություն աշխատաշուկայում, ինչը որ եւս մեկ անգամ դժվարեցնում է այդ մարդկանց առօրյա կյանքը, դժվարեցնում է այդ մարդկանց կենսունակությունը եւ այդ մարդկանց իրենց լիարժեք զգալը հասարակության մեջ։